Եվ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Որովհետև այո, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պիտի հանենք։ Մեր հայրենիքի կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք։ Մարդիկ իրենց մտածելակերպով, մոտեցումներով, արժեքներով խիստ տարբեր են, մարդիկ կամ վախկոտ են։ Երբ մարդը վախենում է, չարժե նրան մոտենալ, նրանից ինչ-որ բան ակնկալել, նա ավելի շատ վնաս կտա։ Մարտի դաշտում էլ է այդպես։ 44-օրյա պատերազմի շատ մասնակիցներ նահանջի հրամանին չեն ենթարկվել իրենց վերջին մարտը մղելով ռազմադաշտում։ Որոշ ուղղություններում թշնամական տանկերի դեմը ուղղակի իրենց սպառազինությամբ հնարավոր չէր առնել։ Իսկ եթե նրանց հետ վախեցող մարդ լիներ խուճապարար, շատ ավելի վատ իրավիճակ կստեղծվեր։ Զոհերի որոշ ծնողներ պիտի գիտակցեն, որ սխալ են անում, երբ իրենց երեխաների կյանքը ցածր են գնահատում։ Օրինակ, նրանց մի մասի կյանքի նպատակն այն է, որ Նիկոլ նոր առաջ հեռանա։ Արժեքները չեն կարող այդչափ ցածր լինել, պիտի օգնենք, որ շրիշակից ցածր չլինեն, պիտի նրանց բարձր պահենք։ Բոլոր զոհերի ծնողները պիտի գիտակցեն, թե իրենց երեխաներն ինչ խիզախ են եղել իրենց երիտասարդ կյանքը նվիրելով հայրենիքին։ Ոմանք կանխազգում էին, զգուշացնում էին, որ Նիկոլը երկիրը կործանելու է, հանձնելու։ Մյուսները չէին կարող պատկերացնել այն չար ուժը, որը կկործաներ հազարավոր տղաների կյանքը։ Նրանք հանուն հայրենիքի ելան, հատկապես կամավորականները։ Կային նաև վախեցողներ, բայց դա մեղադրելու բան չէ։ Զոհերի մայրերն արդեն 5 տարի է չեն կարող ծիծաղել, միայն արտասվում են։ Նրանց աչքին այլևս ոչինչ չի երևում։ Թշնամու հետ չենք կարող բարեկամաբար ապրել, երբ մեր տղաների վիզը կտրել են, աչքերը հանել, մասնատել են։ Ով ցանկանում է թող դիմի Ալիևին եւ Ադրբեջանի քաղաքացիություն ստանա, բայց թուրքն այստեղ ոտք չպետք է դնի։ Առանց այն էլ Արցախում մեր տղաների թափածարյան վրա թշնամին ոտք է դրել։ Աշխարհի ցանկացած երկրի պարագայում էլ կարելի է գտնել իրավիճակներ, երբ որ իրենց ինչ որ տարածք, հարևան ինչ որ մեկը ինչ որ փուլում գրավել է, իր տարածքի մեջ է ներառել։ Հիմա մենք դնենք խոսենք, որ, չգիտեմ, երկրորդ աշխարհի ժամանակ գերմանացիները Փարիզը գրավել են, ուրեմն Փարիզը գերմանական դիտարկենք։ Ասենք դե ինչ որ ժամանակ գերմանական պետության կազմում է եղել։ Կամ օրինակ լեհերը գնացել Մոսկվան են գրավել, հետո ռուսներն էլ գնացել Վարշավան են գրավել։ Ինչ ասենք, որ Մոսկվան լեհական քաղաք է, բան էլ Վարշավան ռուսական։ Եթե տգետ Նիկոլն արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուրանում է մեր զոհերին, ինչի մասին է խոսքը։ Սա ծրագիր է, որը նա իրականացնում է։ Նիկոլը վախկոտ անձնավորություն է, նա վաղուց փախած կլիներ, եթե իր տերերը թույլ տային, բայց նա դեռ գործ ունի անելու։ Նիկոլը մարտի 1 ուարյուն է սիրում։ Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիկա 2008-ի մարտի 1-ին այս ամբարոն կոչ էր անում մահակներով ոստիկանների ջարդը տալ։ Ում են նրանք անամոթաբար պահում այսօր։ Ոստիկաններն ամեն օր աշխատանքի գնալիս թող նայեն այդ կադրերը։ Նա այդ ոստիկաններին հեշտությամբ թուրքին կհանձնի։ Կան ոստիկաններ, որոնք յենիչերի են, կան այնպիսիք, որոնք կարծես գալիս են ցուլի կամ արջի հետ մրցակցելու։ Նիկոլը հազարավոր տղաների զոհաբերեց, քանի որ եթե նրանց խոստովաներ, որ Արցախը հանձնելու է, այդ տղաները կդիմադրեին։ Իբր կռվող տղաներ էին զանգում, պաշտպանում էին Նիկոլին։ Մեր թշնամիներին պետք է, որ անորակ ու անգետ հասարակություն ունենանք։ Անգետ մարդկանց կարելի է հեշտությամբ ղեկավարել։ Մեզ մեր հայրենասիրությունը պիտի ուղղություն ցույց տա, մեր նահատակները պիտի օրինակ լինեն։ Նրանք նահանջի հրամանին չենթարկվեցին, անգամ զենքը կորցնելուց հետո ձեռնամարտի մեջ մտան։ Թող քիչ լինենք, բայց ուժեղ ու որակյալ, թիկունքից մեզ չխփեն, սրանք պիտի պատժվեն։ Միգուցե, եթե դեռևս Տեր-Պետրոսյանի օրոք Արցախը ճանաչեինք Հայաստանի Հանրապետության կազմում, այս ամենը չէր լինի։ Սա ի սկզբանե էր ծրագրված եւ այս պիղծ ձեռքով իրականացրին այդ ծրագիրը։ Երբ որ նապաստակը կամ գառը իրեն հանգիստ է պահում, իրեն խելոք է պահում, դա գայլին չի դադարում գիշատիչ դարձնելուց, գիշատիչը գիշատիչ է միևնույն է, հա, բայց այս գիշատչային տարածաշրջանում դու ոչ թե պետք է լինես գառ կամ նապաստակ, այլ պետք է գոնե ոզնի լինես։ Դա էլ նրա թեզին ի պատասխան են, որ ասում է ուժեղ ումից, շատ մոլորեցնող հարցադրում է անում, ուժեղ ումից, ուժեղ Թուրքիայից, ուժեղ Ադրբեջանից, ուժեղ Չինաստանից, ոչ, այդպես չէ։ Այլ հարցը հետևյալն է, ուժեղ ինչքան, այո, ուժեղ այնքան, որ ցանկացած երկիր, որ կցանկանա քո դեմ ագրեսիա իրականացնել, հասկանա, որ դու հենց այդ ոզնին ես, ում փուշը կխրվի նրա կոկորդը։ Քաղաքական ուժեր կան, որ կործանում են Հայաստանը, մեզ մոտ դրանք պիտի մաքրվեն։ Յուրաքանչյուրն իր ծրագիրն է ներկայացնում եւ նույնիսկ կարող է օտար, ընդհանուր թշնամական պետությունների հետ համաձայնության գան ի հաշիվ քո պետության եւ ժողովրդի, ինչպես այս ողորմելին։ Թող մեր պատմությունը կարդան, ուսումնասիրեն, հասկանան ինչու ենք այս իրավիճակում։
Կարդանք, սերտենք մեր պատմությունը։ Իրենք էլ թող գնան ԴՆԹ թեստ հանձնեն, տեսնեն այդ ինչ գենետիկան համապատասխանություն է հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ։ Թող պարզեն իրենց ծագումնաբանությունը, քանի որ չի կարող ազգությամբ հայը Արցախը համարել Ադրբեջան։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։